Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Թեժ մթնոլորտ ազգային ժողովում, ինչու են ընդդիմադիրները լքել նիստերի դահլիճը։ Քննադատություն, թե հայհոյանք, ով է որոշում, ինչն է վիրավորանք, իսկ ինչը քաղաքական խոսք։ Նոր հայտարարություն Բաքվի բանտից, ինչ է պատմել Արցախի նախկին արտգործնախարարը իր դատավարության մասին։ Նոր Հաճնի շինհրապարակում երկու մարդու կյանք խլած դեպքից հետո ձերբակալություններ են եղել, ինչ է հայտնի դժբախտ պատահարի մասին։ Հորմուզի նեղուցը կրկին միջազգային լարվածության կենտրոնում է, ինչ պահանջով է հանդես գալիս Ռուսաստանը և ինչ է զգուշացնում Իրանը։ Արցախի բարբառով հնչած կոչ ու Արցախի հարցի շուրջ սուր բանավեճ։ Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության քննարկումն անցավ լարված մթնոլորտում։ Քննարկման ընթացքում խոսվեց ոչ միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգից, այլև Արցախի, Պրահայի հայտարարության, Բաքվում պահվող հայ գերիների և իշխանության վարած քաղաքականության մասին։ Լարվածությունը գագաթնակետին հասավ Հովսեփյանի հարց ու պատասխանի ավարտին, երբ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական միջոց կիրառվեց։ Ղազինյանը լքեց դահլիճը, նրան հետևեցին ընդդիմադիր պատգամավորները, իսկ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները դուրս եկան նաև խորհրդարանի շենքից։ Թեժ քննարկման մանրամասները ռեպորտաժում։ Սիրելի արցախցիներ, սոր ես տղում կանգնած, սոր ես տղում ձեզնը հետ խոսում ու գիտում որ դուք շատ մտույսեր եք կապում ինձնը հետ։ Ես գիտում տա, ես տա զգում ու տա ինձ ավելի ապարտավորեցնում ու ինձ ավելի ուժեղացնում։ Արցախի բարբառով այս կոչն այսօր ազգային ժողովի ամբիոնից հնչեց արցախցի պատգամավոր Արեգա Հովսեփյանի շուրթերից։ Այսօր խորհրդարանում քննարկվում էր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Քննարկման ընթացքում Հովսեփյանը անդրադարձավ նաև Արցախի հարցին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Ես գիտում վերմունք լոխստեղ օնինք նպատակ տա ենա վեր Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղանա, վեր Հայաստանի Հանրապետությունը ինի են տղը շտիղան մունք ոզում չնք կինյանք։ Առաջարկում եմ ծափահարենք։ Ամբողջությամբ համաձայն ենք և կիսում ենք ձեր ելույթը, տիկին։ Թեև ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այս հարցում համաձայն էր Հովսեփյանի հետ, սակայն չհամաձայնեց ընդդիմության այն պնդմանը, թե Կանդազ մականունով հայտնի նախկին զինվորական Արթուր Ավանեսյանը քաղբանտարկյալ է։ Արդյոք քաղբանտարկյալ եք համարում Կանդազ մականունով նախկին զինվորականին, որը առնվազն ձեր շտաբում արված ձայնագրություններից հասկացանք, որ ձեր նախընտրական շտաբում եղել են մարդիկ, ովքեր նրան մեղադրում են մարդասպանության մեջ։ Այսօր նա Հայաստանում գտնվում է ենթարկում է քաղաքական հետապնդումների, իսկ Ադրբեջանում նրա համար գլխագին էին խոստանում։ Զգացիք տարբերությունը։ Դուք խոսում եք Արթուր Ավանեսյանից, այն մարդուց, ով որ իր ամբողջ կյանքն է նվիրել հայրենիքի պաշտպանությանը։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին նաև իշխանության մոտեցումները եվրոպական ինտեգրման հարցում, պնդելով, որ իշխանությունը խոսքով շարունակում է հայտարարել Եվրոպա գնալու մասին, մինչդեռ իր գործողություններում չի առաջնորդվում եվրոպական ժողովրդավարական արժեքներով։ Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների մասին է, ժողովրդավարության մասին է, մարդու իրավունքների մասին է։ Եվրոպա ասելով չի էլի վերջո եվրոպական արժեքները գալիս, այլ կոնկրետ գործողությունների, կոնկրետ բովանդակային հողի վրա ունեցած արդյունքներից։ Քննարկման ամենազգայուն պահերից մեկը Արցախի մասին հարցն էր։ ՔՊԱ-ական Արայիկ Հարությունյանը Արեգա Հովսեփյանին հարցրեց, ինչպես է վերաբերվում 2022 թվականի Պրահայի հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են
իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը։ Ես ճանաչում եմ դա, ճանաչում եմ ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը, ավելին, ինչպես որ չեն մոռանալու շատ հայեր։ Հարությունյանը հակադարձեց, եթե Պրահայի հայտարարության հետ համաձայն չէր, ինչու ժամանակին չի լքել արտաքին գործերի նախարարությունը։ Հովսեփյանը պարզաբանեց, հրաժարականի դիմումը գրել է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ 2021 թվականից երեխայի խնամքի արձակուրդում է եղել եւ մինչեւ 2023 թվականը արտաքին գործերի նախարարությունում չի աշխատել։ Բայց Արցախի թեման այստեղ չավարտվեց։ Հայաստան խմբակցության падգամավոր Աղբան Վարդանյանը ամբիոնից կոշտ գնահատականներ հնչեցրեց իշխանության ներկայացուցիչների հասցեին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության եւ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հնչած համեմատություններին։ Մեր պայմանական գործընկերները երբ որ շատ են ոգևորվում իրենց արդարացնելու կամ իրենց ճշմարտությունը հрамցնելու ժամանակ հաճախ անցնում են մարդկայնության, քաղաքակրթության, անմեղսունակության բոլոր սահմանները։ Համեմատել ֆաշիզմի շարքերում կռվածներին եւ իրենց երկրի ազատության համար կռվածներին ուղղակի ամենավերջին անմեղսունակությունն է կամ շատ ավելի վատ բառ։ Հովսեփյանն էլ պատասխանելով Վարդանյանին նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից հետո ինքն առաջիններից է եղել, որ հաջակցություն նրանց ակցիա է կազմակերպել։ Գիտեք, մինչև ձեր գալը կային մարդիկ, ովքեր ոչ միայն հայտարարում էին, ոչ միայն բանակցությունների ժամանակ ասում էին, որ այս կամ այն հողը հայկական է, այլ նաև պահում էին այդ հողը, գործով էին պահում այդ հողը հայկական, եւ նրանց մի մասը այսօր Ադրբեջանի բանտում է։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի պատերազմի կուսակցության մասին ձևակերպմանը։ Իսկ գիտեք ով է պատերազմի կուսակցությունը։ Վերջի 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը։ Եռապատերազմի կուսակցությունը ՔՊՆ, եռապատերազմի կուսակցությունը եւ 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը։ Անցնելու է 30 տարի, 50 տարի, պատմությունը ձեզ հիշելու է, որպես եռապատերազմի կուսակցություն եւ 2.5 տրիլիոն դրամ պարտք վերցրած։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացության քննարկումն ավարտվեց լարված մթնոլորտում։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, մեկ նիստում նրան զրկելով խոսափողից օգտվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն падգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Արգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Ղազինյանի նիստերի դահլիճից դուրս գալուց հետո նրան հետևեցին նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորները, այդ թվում Ազգային ժողովի ընդդիմադիր փոխոսնակ Արամ Վարդևանյանը, չսահմանափակվեցին միայն նիստերի դահլիճը լքելով եւ դուրս եկան նաև խորհրդարանի շենքից, այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը իշխանության գործելակերպի վերաբերյալ։ Այսօրվա լարված նիստը միակը չէ։ Վերջին շրջանում լարված քննարկումներն ու քաղաքական խոսույթում կոշտ բառապաշարը դարձել են սովորական։ Էդգար Ղազարյանի ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած սրիկաներ ձևակերպումից հետո նրանից հրապարակային ներողություն պահանջեցին։ Այսինքն, քաղաքական խոսքի համար պատասխանատվության պահանջ կա, բայց նույն ձևաչափը հավասարաչափ է գործում արդյոք իշխանության եւ ընդդիմության համար։ Մասնագետները զգուշացնում են, երբ կոշտ վիրավորական բառապաշարը պարբերաբար հայտնվում է հանրային դաշտում, այն աստիճանաբար կարող է փոխել ընդունելի խոսքի սահմանները։ Ինչու է նույն բառը տարբեր քաղաքական գործիչների դեպքում տարբեր արձագանք ստանում եւ ինչ ազդեցություն կարող է նման խոսույթը թողնել հասարակության վրա,
եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները, ձեններդ կտրեք։ Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք, ուրեմն, 4 հատ տուն իրան որտեղից։ Սա քաղաքական խոսույթում ընդդիմադիրների հասցեին հնչած կոշտ ձևակերպումների ամբողջ ցանկը չէ։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ որտեղ է ավարտվում քաղաքական կոշտ բանավեճը եւ որտեղ է սկսվում անընդունելի խոսքը։ Օրեր առաջ երբ ազգային ժողովի ամբիոնից Էդգար Ղազարյանը ԿՊԱ-կանների հասցեին սրիկաներ ձևակերպումներ օգտագործել, իշխանական падգամավորները պահանջեցին, որ նա հրապարակային ներողություն խնդրի։ Ստացվում է քաղաքական խոսքի համար պատասխանատվության պահանջ կա, բայց նույն ձևաչափը հավասարաչափ է գործում արդյոք իշխանության եւ ընդդիմության համար։ Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով խնդիրը միայն առանձին վիրավորական արտահայտությունը չէ։ Երբ նման բառապաշարը պարբերաբար հայտնվում է հանրային դաշտում, այն աստիճանաբար կարող է փոխել ընդունելի խոսքի սահմանները։ Մի շատ կարևոր բան փոխվեց մեր կյանքում։ Հայոյանքը, վիրավորական խոսքը, գրեհկաբանությունները դարձան մեր կյանքի ուրեմն մի մասնիկը։ Իրենք բերել են գրեհկության մշակույթը, բացի մնացած աղետներից, մեր կյանք են մտցրել գրեհիկ պահվածքի, գրեհիկ խոսքի մշակույթն են բերել։ Նալչաջյանի գնահատմամբ քաղաքական դաշտում կոշտ բառապաշարը նաև փոխադարձ ռեակցիայի շղթա է առաջացնում։ Երբ հանրային խոսքում մեկը դիմացինին գրեհիկ է դիմում, հակառակ կողմն էլ կարող է նույն լեզվով պատասխանել։ Այդպես քաղաքական բանավեճը գաղափարների ու ծրագրերի մրցակցությունից տեղափոխվում է անձնական հակամարտության դաշտ, իսկ հանրային ազդեցությունն ավելի լայն է։ Նալչաջյանի խոսքով իշխանության ներկայացուցիչները հատկապես որպես բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ հասարակության համար վարքագծի օրինակ են դառնում։ Իրենք տեսնում են, որ ասենք բարձր ստատուս ունեցող մարդիկ գրեհիկ են եւ այդ կերպարը դառնում է հոգեբանական նույնացման ուրեմն մոդել։ Իրենք թելադրում են մոդելներ անկախ իրենցից։ Ընդհանրապես, այ եթե բարեկիրթ հայրենասեր, պրոֆեսիոնալ լուրջ մարդիկ գրավեին այդ աթոռները, իրենք կդառնային այդ հոգեբանական նույնացման մոդելը։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի գնահատմամբ խնդիրը պետք է դիտարկել նաև պետական ինստիտուտների տեսանկյունից։ Նրա գնահատմամբ կոշտ ու էմոցիոնալ խոսույթի տարածումը ոչ այնքան քաղաքական մշակույթի, որքան տվյալ ժամանակահատվածում քաղաքական դաշտի էմոցիոնալ վիճակի մասին է։ Նրա խոսքով իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների մի մասը քաղաքական գործընթացը անցալում է որպես միմյանց դեմ պայքարի հարթակ, մոռանալով, որ ազգային ժողովը նախ եւ առաջ օրենսդիր մարմին է։ Եվ սա բերում է իր հերթին այդ բավականին ծանր հետևանքներ ունեցող էմոցիոնալ դրսևորումներին, ծանր հետևանքներ, որտեղ ոչնչացվում է ազգային ժողովի արկանիշ։ Եվ սա իրականում հակապետական գործողություն է երկու կողմից։ Այս պայմաններում տուժում է ոչ միայն քաղաքական գործիչների հեղինակությունը, այլև խորհրդարանի նկատմամբ հանրային վստահությունը։ Երբ երկրի օրենսդիր մարմնի ամբիոնը դառնում է փոխադարձ վիրավորանքների հարթակ, դրա հետևանքը ըստ սոցիոլոգի դուրս է գալիս խորհրդարանի պատերից։ Ընդ որում ես գիտեմ խոսացողներին, թե այս ճամբարից շատերին գիտեմ, ասենք իրանց ոչ մի քիչ մութ են գնում, իրանք տնից չեն դուրս գալիս ընդհանրապես ու շատ վաղուց քաղաքին նայում են իրենց ավտոմեքենայի պատուհանից, որտեղ հեռախոսը ձեռից վերցնես թողես Երևանի փողոցները, կարող է լաց են անկյունում։ Իրանցից ոչ մեկը դուրս իրան տենց չի պահի, որովհետև իրանք կպատժեն դուրս, իրանք լավ գիտեն, ուտու ժամանակվանից տենց է եղել։ Սակայն մասնագետների գնահատմամբ քաղաքական բարեվարկության խնդիրը միայն խորհրդարանում չի ձևավորվում։ Փոխադարձ հարգանքի եւ վարքագծի հիմքերը ձևավորվում են շատ ավելի վաղ, ընտանիքում ու սոցիալական միջավայրում։ Դա ընտանիքից է գալիս։ Ձեզ մոտ երևացող մասն է հարցը առաջացնում, ակնհայտորեն ճիշտ է, որտեղ ինքը երևացող է, բոլորիս վրա ազդում է, բայց խոսքը գալիս է նրան, որ վատ են դաստիարակված ծնողները, վատ են դաստիարակված իրանք, վատ են դաստիարակված երեխաները ու այդ վատ դաստիարակված այդ բաները այս ստաֆետը իրար փոխանցվում է։ Քաղաքական հակասությունները կարող են լինել սուր, բայց ինչպես ասում է սոցիոլոգը, նվազագույն նորմեր պահպանելը պարտադիր է։ Իշխանությունն ու ընդդիմությունը կարող են կոշտ վիճել, հակադարձել եւ միմյանց քննադատել, բայց երբ քաղաքական բանավեճը վերածվում է անձնական վիրավորանքի, խոսքի թիրախը այլևս միայն քաղաքական հակառակորդը չէ։ Այն ուղղված է նաեւ այդ քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներին։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիային իրականացրել Եվրամիության գրասենյակի դիմաց։ Արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար, ոչ բռնապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին գրության պաստառներով եւ կալանավորվածների լուսանկարներով նրանք պահանջում են միջազգային հանրության աջակցությունը Հայաստանում կալանավորված անձանց ազատ արձակման հարցում։ Թե ինչ հայտարարություններ են հնչել ակցիայի ընթացքում, լսենք։ Եվրոպական միության առաքելության ներկայացուցիչներ, որ այսօր այս տորթը Ալեքսանդր Մանուկյանի երեխան
իր որ ներկայությամբ չի փչում, երազանք չի պահում։ Այս իշխանությունների քաղաքական պարտներն է։ Դուք էլ առ այս պահը նրանց աշխարհաքաղաքական հովանավորներն եք։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ մոտ միգուցե տպավորություն է, որ այս պաստառների վրա արկա մարդիկ են միայն Հայաստանում քաղաքական հալածանքի ու քաղաքական հետապնդման սուբյեկտները։ Իհարկե ոչ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, առանց որևէ առանձնահատկության։ Անչափահասներ, կանայք, ծերեր, մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մարդիկ, ովքեր ուղղակի մտածել են, որ սահմանադրությամբ ունեն քաղաքացիական իրավունքներ եւ ազատություններ ու կարող են իրացնել այդ ազատությունները։ Առհասարակ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու է սարատավոր պրակտիկան ազատազրկել է շատերին։ Այսօր ազատազրկման է դատապարտված Արեգ Դասմանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալամյանը, Արմեն Աշոտյանը, Մարտուն Գրիգորյանը եւ շատ այլ Հայաստանի Հանրապետության շատ այլ քաղաքացիներ։ Մենք ինչու ենք այսօր այստեղ, որ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հայ ժողովրդին, հոգեհարազատ, արդարամիտ հայ ժողովրդին հատուկ հասկացություններ են։ Եվրամիության ոչ թե համաձայնությամբ, այլ մեծ օժանդակությամբ։ Այսինքն եթե ժամանակի գրանտները տրվում էին խոսելու համար, Եվրոպայի խորհուրդը գրեթե 20 տարի զարգացնում էր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը տարբեր ուղղություններով, կանանց իրավունքների, երեխաների իրավունքների, խոշտանգումների դեմ պայքար, իրավունքի գերակայություն, կանանց իրավունքներ եւ այլն։ Հիմա Եվրամիությունը արդեն շարունակ 8 տարի է ոչնչացնում է այն բավականին արդեն կայացած քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում կան։ Իսկ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից ուղերձ է հղել հայտարարելով, որ իր եւ մեր մյուս հայրենակիցների դատավարությունները նախապես գրված սցենարով են անցկացվել։ Բաբայանը պնդում է, որ մեղադրանքների մեծ մասը կեղծ են եւ դրանց հիմքում բավարար ապացույցներ չկան։ Բաբայանը նաեւ խոսել է իր եւ մյուս հայ բանտարկյալների առողջական խնդիրների մասին, նշելով, որ այդ հարցը բարձրաձայնել է նաեւ դատարանում։ Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, սա 5-րդ եւ 6-րդ պաշտպանն այսքան ժամանակվա ընթացքում փոխվել են, եւ մեկը փոխվել է հենց վերաքննիչ դատարանի մեկնարկի, որը մյուսը 6-րդ նիստի ժամանակ։ Ինչ ասեմ, ես փորձել եմ իմանալ, ինչն է պատճառը, ասել են առողջականը, նույնիսկ դատարանում դատի ժամանակ ասել են միացրեք տեսազանգով կապեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են իրենք, իհարկե խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա եւ այլն եւ այլն։ Այս բaragայում կուզենայի հիշեցնել մի շատ հետաքրքիր նախադեպ 1976 թվականին Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը բեկանել է առաջադանի դատարանի որոշումը Լեսլի Վան Հաուտենի գործով հայտնի շատ հանրահայտ, որովհետեւ նրա դատավարության մոտավորապես կեսին պաշտպանը փոխվել է եւ թեպետ նոր պաշտպանը ծանոթացել է բոլոր գործերի արձանագրություններին, միայն նրա պատճառով, որ նա հնարավորություն չուներ անձամբ տեսնելու իր ուրեմն նախորդի ժամանակ ուրեմն դատարանում ելույթ ունեցող բոլոր վկայություններին անձամբ այդ իսկ պատճառով դատարանը բեկանել է որոշում։ Իսկ այստեղ նման բաներ չկա, որովհետև Ամերիկա պարզ է ժողովրդավարական կայացած երկիր է, իսկ այստեղ գլխավոր դատավորը, այսինքն դատարանի նախագահը, ով վարում է գործը, ուղիղ ենթատեքստով ուղղակի ասում է, որ ինչի եք այստեղ բողոքում առաջադանի դատարան, ձեր ամեն ինչ կա գրված արձանագրությունների մեջ։ Մենք պայքարում ենք այս ուրեմն չար աշխարհում արդարության եւ ազատության համար, մարդու իրավունքների, իսկ դա հենց այնպես չի լինում։ Մի բան է իհարկե կանգնած պայքարը, կանգնել ի
ուրեմն պաշտպանություն արդարության աշխարհում մեկ այլ բան է իհարկե նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց տնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան։ Ամենացածը ամեն ինչ նորմալ է, պինտերեք, հանգագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դες ասում են ծանր դժբախտաբար երևույթներ, չեմ ուզում այստեղից դա ասեմ, պինտերեք, ամեն ինչ պետք է որ եթե մենք դարձի գանք նորմալ է։ Նոր Հաճնի շինհրապարակում երկու մարդու կյանք խլած ողբերգական դեպքից մեկ օր անց երկու անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Դեպքը տեղի էր ունեցել 3 Նոր Հաճնի նախկին պոլիկլինիկայի շինհրապարակում։ Ով է պատասխանատու շինհրապարակում անվտանգության կանոնների պահպանման համար եւ ինչ մանրամասներ են հայտնի, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Նոր Հաճնի շինհրապարակներից մեկում երկու մարդու կյանք խլած ողբերգական դեպքից մեկ օր անց քննչական կոմիտեն հայտնում է, երկու անձ ձերբակալվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով։ Շինարարական լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, երկու դրվագով, երկու անձ ձերբակալվել է։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին ժամը 14:44-ի սահմաններում։ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Հաճնում շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկրուն կպոկվել եւ ընկել է, ինչի հետևանքով քաղաքացի է մնացել դրա տակ։ Փրկարարները պարզել են, զամբյուղը բարձրացնելու ընթացքում ավտոկրունկի ճոպանը պոկվել է, որի հետևանքով այն ընկել է։ Դեպքի հետևանքով երկու մարդ մնացել է կրունկի տակ։ Նրանցից մեկը տեղում է մահացել, մյուսը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Ըստ մեր տեղեկությունների զոհված տղամարդկանցից մեկը 35, մյուսը 41 տարեկան է։ Եվս մեկ մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս պահին հիվանդանոցում է, սակայն նրա առողջական վիճակի մասին բժշկական կենտրոնից տեղեկություն չտրամադրեցին, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է։ Դեպքը տեղի է ունեցել Նոր Հաճնի նախկին պոլիկլինիկայի շինհրապարակում։ Շենքը կառավարության աջակցությամբ վերանորոգվում է, իսկ աշխատանքները մեկնարկել են ապրիլի 25-ին։ Շինարարությունն իրականացնում է Աշխարհ ՍՊ-ն։ Ընկերությունը մասնակցում է նաև պետական գնումների ընթացակարգերին։ Ընկերության տնօրենը դեպքից անմիջապես հետո մեր զանգին պատասխանել էր եւ հաստատել, որ շինարարությունն իրենց ընկերությունն է իրականացնում, սակայն այսօր նույն հեռախոսահամարն արդեն անհասանելի է։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Խնդրում ենք զանգահարել ավելի ուշ։ Աշխարհ ընկերության կայքում նշված մեկ այլ հեռախոսահամարով զանգահարելիս նույնպես կապ հաստատել չհաջողվեց։ Իսկ անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ այս փուլում դեռ պետք է քննությամբ պարզվի տեղի ունեցած ընկերության գործողությունների, թե հնարավոր անփութության պատճառով է։ Տեսչական մարմնի փոխանցմամբ շինարարական ընկերություններն ունեն վերահսկողներ, որոնք արձանագրում են շինարարական աշխատանքների ընթացքը, իսկ արձանագրված տվյալները ներկայացվում են քննության։ Հավելեցին նաև, որ տեսչական մարմինը անմիջականորեն կապ չունի կառուցապատող ընկերությունների հետ։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում, 8-ամյա երեխայի մարմին են հայտնաբերել։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանի դեպքի վայր ժամանած իրավապահները երեխայի մարմնի արտաքին զննության բռնության հետքեր չեն հայտնաբերել։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել Մադոյան փողոցի տներից մեկում։ Նախնական տվյալով պատճառը գազի արտահոսքն է։ Պայթյունի հետևանքով տան մոտ 40 քառակուսի մետր հատված փլուզվել է, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։ Մտահոգ ու լարված վիճակ է Արմավիրի մարզում։ Եթե այս պահին խանութում դեղձն արժե 600-ից 700 դրամ, ապա Արմավիրի Խանջյան եւ Հացիկ գյուղերում այգեգործները երբեմն ստիպված են իրենց բերքը հանձնել կոպեկներով։ Պատկերացրեք, գյուղացին ամիսներ շարունակ խնամում է իր այգին, ծախսում գումար, երբեմն վարկ վերցնում, իսկ բերքահավաքից հետո կանգնում է այն իրացնելու խնդրի առաջ։ Անահիտ Սարգսյանն է զրուցել գյուղացիների հետ։ 170, 150,
100 թե 40։ Թե այս գներից որն է այսօր դեղցի իրական գինը, Արմավիրի Խանջյան եւ Հացիկ գյուղի բնակիչներն իրենք էլ չգիտեն։ Բայց հենց ամենացածր գնով է ստիպված իր բերքը հանձնել Խանջյան գյուղի բնակիչ Կարեն Մալխասյանը։ 40 դրամ է մի զավոտ է, իսկ որ ասենք գանտանք ֆուրերին, ասենք ամենալավը 100 դրամ։ Եթե աշխատող բերենք, ինչ անենք, հավաքենք, դա ձեռ չի տալի։ Եթե ամեն բուժումը մենակ ես 80,000-ի բուժում եմ արել տաշտին, իսկ դրա հախը չի անի, որ մնաց վարկով էլ առել եմ այս տաշտը։ Անցած տարի նրա խոսքով դեղցը հնարավոր էր վաճառել 200-ից 300 դրամով, իսկ այս տարի օգուտ ստանալու հույս չկա։ Բեռնատարների առաջարկած 100 դրամը չնչին է։ 100 դրամով մի ջուրը չես կա, հենց մեր ջուրը խմելու ջուրը 100 դրամ ենք առնում։ Ես իշկան ենք մենք տանջվել, աշնանից էդ ենք արել, լրի փորել ենք սիլիտրը, միլիտրը, ոչ մի բան, էսի հավա ես տանենք լցենք զավոտ բրցնել։ Այնա փողն էլ էսիմ երբ կտան Աստված գիտի։ Վաճառքից ստացած փողը հազիվ բավարարի երեխաներին դպրոցի հագուստ գնելու համար, ասում է Կարենը։ Հիասթափվել է, չի էլ քաղելու դեղցը, պարզապես գետնից հավաքելու է ու հանձնի գործարան։ Կարծում է այս լճացման պատճառը քաղաքական է, բայց ինչպես միշտ տուժում է գյուղացին։ Իմ ճոգելով էս քաղաքական էս չեն հասկանում իրար, ճամպեկը փակել են, մեջտեղն է գյուղացին է դժվում, ուրիշ ոչ մի բան։ Քանի ընտրություններ էր, մեր գյուղը ճամպեկը տեղոստար չկար։ Այնի հետո մեն էր գալում են հետո մենք ձեր պրոբլեմ, ինչ պրոբլեմ կա։ Մի հատ գյուղատնտես չկա դաժե, որ գա ասի ախպեր, էսի ոնց է անում։ Մի հատ ոչ մի հատ դեպուտատ, մի հատ բան չկա, ընտրությունները բրծա վերջ։ Գյուղացինով է։ Ոչ մի տարի այսպիսի վիճակ չի եղել, ասում են խամջյանցիները։ Օրինակ նախորդ տարի գյուղ մտնել չէր լինում, այնքան շատ էին բեռնատարները։ Իսկ հիմա ով ոնց հաջողացնում, փորձում է վաճառել բերքը, իր գլխի ճարը տեսնել։ Այս տարի ոչ մի բան չենք կարող անենք։ Ամեն մարդ իր հունարով, թե ոնց պետք է լինի չգիտենք։ Եթե ֆուրել է, մեծ հաճույք է։ Հա, ես իմ երբ գան, չգան, դա էլ հարց, դեղցը չի սպասում։ Ոչ էլ հավաքող բերելն է ձեռնտու, ասում են, հավաքելու ծախսը կարող է գերազանցել վաճառքից ստացվող գումարը։ Համայնքապետը գյուղացիներին առաջարկել է նաև բերքի մի մասը չրագործներին վաճառելու տարբերակը։ Սակայն այստեղ էլ խնդիր կա։ Չրագործները հիմնականում խոշոր դեղց են ընդունում, մինչդեռ այգիներում մնացած բերքի զգալի մասը չի համապատասխանում այդ պահանջներին։ Դե այն ստանդարտ բան ուզում, ես տենց տուգուլակ ուզում, լուբոյ չիրանողներ, կոմանդրը չի տանի ինչ։ Միջով ամենա մեծ գումար 200 դրամ ասին։ Հետո ցածր փոքրը 150, ավելի փոքրը 100, այդ դել։ Գյուղացին միշտ քաշված է եղել, ինչքան էլ բանելի, գյուղացի տանջանքը մնում է տանջանք։ Նույնը վաղը մյուսօր հավողի հետ կլինի նույն պրոբլեմը, զավոդները շատ չեն կարանցունել, գինը կարող է ցածր լինի։ Սուպերմարկետներում դեղցի գինը հիմա միջինում տատանվում է 600-ից 700 դրամի սահմաններում, իսկ իրենք մշակողները նույնիսկ 200 դրամով չեն կարողանում իրացնել իրենց բերքը։ 250 կիլո մեկը տագի թափած պետք է հավաքի, որ զավոդի համար, որ մենակ իր օրվա աշխատանքը ստանա։ Հազիվ էլ հավաքի ինքը։ Հիմա արժի է հավաքել, թե չարժի, արդեն դուք որոշեք։ Ինքը հավաքեց լցեց ящикները։ Տերը պետք է տանի, հանձնի, ավտո, ծախս, բառնալ, թափել։ Հետի ավելավը մնատակը չանա 45 դրամով։ Եթե պետք է տանենք զավոդ։ 250 կիլո նոր անում է բանվորի աշխատավարձը օրվա։ Այգեգործը կարծում է, որ կառավարության սուբսիդավորման ծրագրի համաձայն չրարտադրողները սահմանված 200 դրամով չեն գնելու, ամենաշատը 150 դրամ վճարեն։ Տնես չի, որ 200 դրամով կառնեն։ Օրինակ հենց հիմա կողի գյուղից Խանջյանից ընկեր ունեմ զանգեց, ասես 170-ից 150 դրամ։ Ուզել են չրագործները քաղաքապետի առաջ, մարզպետների առաջ ուզել են, ասել են 1-500 տոննա, 1-200 տոննա, ասել են կառնենք։
Խանջյան եւ Հացիկ գյուղերի բնակիչները փորձեցին բողոքի ակցիայով ճանապարհ փակելով իրենց խնդիրը լսելի դարձնել։ Արմավիրի համայնքապետը եկավ, խոստացավ մտածել ու գնաց։ Արմավիրի համայնքապետարանում մամուլի ծառայությունից մեզ ասացին, որ համապատասխան վարչության պետն արձակուրդում է, չենք կարող խոսել մեկ ուրիշի հետ։ Միաժամանակ մեզ փոխանցեցին, որ քննարկվում է ջրարտադրողների հետ գործակցության ծրագիր, բերքի իրացումն ապահովելու համար։ Էսա դերձը որ սկսվավ մի 10 օրից կպրծնի։ Ինչը պիտի հասցնեն, ոչ ոք չեն կարող հասցնել։ Դեղձի մթերման գործընթացի աջակցության ծրագրի մանրամասները դեռևս վերջնական չեն։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնեցին, որ ծրագիրը նախատեսվում է մշակել մթերող կազմակերպությունների համար, գործընթացն առավել անխոչնդոտ կազմակերպելու նպատակով։ Վերջնական որոշումից հետո նախատեսվում է հրապարակել նաև ծրագրի մանրամասները։ Գյուղացիները շվարած են, դեղձի սեզոնն ավարտվում է, իսկ հաջորդը խաղողի մթերման շրջանն է։ Գյուղացիները հարց ունեն, եթե դեղձի խնդիրը չլուծվի, ինչ է սպասվում մյուս բերքին։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցը կշարունակի բաց մնալ միջազգային նավագնացության համար եւ որևէ սահմանափակում չի կիրառվի։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն։ Միաժամանակ Իրանի զինվորականները Պարսից ծոցի երկրներին կոչ են արել ԱՄՆ-Իրան հակամարտությունում չաջակցել Միացյալ Նահանգներին, զգուշացնելով, որ ցանկացած աջակցություն կարող է դիտարկվել որպես գործակցություն ամերիկյան ուժերի հետ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև իրավիճակը շարունակում է սրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում եւ այս պահին նման բանակցություններ ել նախատեսված չեն։ Նա նաեւ նշել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով։ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարությունը։ Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ Հորմուզը չի բացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում չի վերացրել ծովային շրջափակումը։ Իրավիճակի լարվածությունը մեծացել է նաև Թրամփի մեկ այլ հրապարակումից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը Հորմուզի նեղուցի քարտեզն է հրապարակել, այն անվանելով ԱՄՆ նոր տարածք։ Իրանը կտրուկ արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ Թեհրանը կշտկի Թրամփի այդ պատկերացումը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահի Հորմուզի նեղուցի վերաբերյալ հայտարարությունը սխալ է եւ հավելել, որ Իրանը պատրաստվում է պատասխանել դրան։ Հորմուզի նեղուցում բեռնանավ է ոչնչացվել։ Միջադեպի մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը։ Կառույցից հայտնել են, որ նավը նեղուցով անցնելիս հարված է ստացել անհայտ արկից։ Հարձակման հետևանքով նավի անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է։ ՆԱՏՕ-ն Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ է անցկացրել ստուգելով դաշինքի արևելյան թևի պաշտպանունակությունը։ Տրանսիլվանիայում անցկացված զորավարժություններին մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող եվրոպական մի քանի երկրներից։ Իսկ Ուկրաինայում պատերազմի պայմաններում կրկին քննարկվում է ընտրության անցկացումը։ Պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, որ երկիրը պետք է գտնի ընտրությունների անցկացումը վերսկսելու օրինական եւ անվտանգ մեխանիզմ։ Նրա խոսքով պատերազմը չի կարող անորոշ ժամանակով կասեցնել ժողովրդավարական գործընթացները, սակայն խնդիրն իսկապես բարդ է։ Պետք է ապահովել քվեարկությունը զինվորականների, արտերկրում գտնվող միլիոնավոր ուկրաինացիների եւ առաջնագծին մոտ ապրող քաղաքացիների համար։ Եվ վերջում, Հավայան կղզիներում լալա արևադարձային փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել, իսկ տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեծ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։